Կարծեմ արևի պետք չունի, դու կարծեմ արև եք Հայաստանի պետք։ Այլոն արև։ Սուրիայությունը իր արկավաճ օրերում, լավ օրերում ուներ մոտավորապես 45 ուսումնագրական հաստատություն։ Այսօր այդ հաստատություններում շենքերը կան, բայց ուսանողներու հիվը նվազած է։ Առաջնահերթություններ կան կարիքներ, առաջ դպրոցներ, երկրորդ մարդասիրական օգնություն, կարիքավոր ընդարգիքներում, երրորդ դուները, որոնք քանդված են, եւ չորրորդ մեր գարուցները, վաղով ուսուցիչներ կան, տղաք կան եւ այլն, այդ բոլորին մենք պետք է օժանդակենք, որպեսզի դեր կանգնեն մեր համայնքի։ Ես իմ կողմից կտրամադրեմ 500,000, որից 200,000-ը թող սիրահարությանը լինի, 300,000-ը ձեր տրամադրության տակ, որովհետև այսօր իրոք ծանր պայմաններ է տարածաշրջանը, որ մենք էլ մասնակից լինենք այդ գործերին։ Ինձ համար անձը իր կորձով գարժե եւ որ ուտակ ուրիշ մանան այս բարակայի մեր ժողովրդին, մեր եկեղեցով, մեր հայրենիքին այդ սերտվածը կմնա, սերտվածով հասկը, հայրենիքը կհոզորանա եւ անոսում դվող անձն է որ մեծնա։ Սուրիահայության իր զորակցությունը արտահայտելու եղանակը կկոդեբնթե մեզ եւ տակնաբի պատերազմի նեղության մեջ դոգալու շարունակելու հավատքը եւ ուժականությունը կներառի մեջ։ Ես խաչը բանան գալի դեմոկրատիա։ Թող պապան լինի։ Մեր ժողովրդին։ Ինք առանց խնդրության իր հայրենագիցները թե ուր ալլանանում ուզեդեսնել լավ, իրացքը ուզեդեսնել պարկավաճ հայրենիքը միշտ ծաղում։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ այո, օտար երկրում, արաբական երկրում կառուցում այսպիսի վարժարան, հայկական լեզուն պահելու, պահպանելու, ալդատներն ու ավանդույթները, ժողովրդին հայրենասիրությունը դա իրոք ողջունելի է։ Իհարկե ես դատակաձեռը չեմ եկել, ես գրադարանի համար բերել եմ 500 հատոր գրքեր, քանի որ արդեն դպրոցը կառուցված է, ես նույնպես իմ կողմից 100,000 կտրամադրեմ, որ կարողանաք այս կանաչապատումը կազմակերպել, բարեկարգել։ Մեզ համար առաջին նվիրատությունն է հագարագողությամբ սովորաբար Սփյուռքեն Հայաստան գլա, ասիկա առաջին անգամն է որ Հայաստանեն Սփյուռք այս նվիրատությունը գլա։ Համայնական բնույթ տվավ իր այս ծերությունները, իր նվիրատությունները, ադի արդեն համայնական արժեք ունի եւ ասե որ պետք է գնահատենք։ Դուք հայ եկեղեցու եւ հայ գրթության գործին աճագից նվիրյալներն եք, ձեր ներկայությամբ մենք մեզ զորավոր կզգանք եւ ձեզմով կխրախուսվենք առաջիկա մեր աշխատանքներում մեջ։ Ես իհարկե հաճախակի տարբեր երկրներում հանդիպում եմ իմ հայրենակիցների հետ, նրանք սիրում են Հայաստանը, իրենց հայրենիքը, ուզում են իրենց երեխաներին կրթեն, դաստիարակեն հայկական ոգով։ Իմացեք, որ Լիբանանի ուսանողների համար տարեկան 20 ուսանող կարող են գալ Հայաստան, ընդունվել, սովորել, իսկ այդ բոլոր ծախսերը Գայք Ծառուկյան բարեգործական հիմնադրամը կհոգա, կվճարի։ Իր հայտարարությունը գուտա այն փաստը, որ Հայաստան եւ Սփյուռք մեկ է, որ Հայաստանը առանց Սփյուռքի դգար է եւ Սփյուռքը առանց Հայաստանի դգար է։ Պարոն Ծառուկյանի այս այցելությունը գամրաբնթե այս հավատքը մեր մեջ, որ աշխարհի որ տարածքին ալ գտնվենք, մեկ հայ գա, մեկ հայություն գա եւ մեկ Հայաստան գա։
սիրելի ուսանողներ, ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Եվ ամենակարևորը, ուրախ կլինենք, որ սովորելուց հետո մնաք աշխատեք Հայաստանում ընտանիք կազմեք եւ դուք ձեր գիտելիքները օգտագործեք եւ մեր երկրի, մեր ժողովրդի։ Իմացեք, որ մենք ձեր հարազատներն ենք, ցանկացած հարցով կարող եք դիմել, դուք մենակ չեք։ Իմացեք, որ մենք ձեր կողքին ենք, դուք շատ ամուր եք։ Ձանր բերմն է, որ կվերցնե ուսանողներու եւ իրենց ընտանիքներուն ուսերեն։ Բարոն Զարուգյանը ուրեմն ջամփապացավ մեզ, որովհետեւ Սփյուռքը եւ Հայաստանը իրար գաբե։ Մենք լավ ենք զգում, որ տարին տարվա վրա ուսանողները քանակ ավելանում է։ Իմ խնդրակն է եղել, որ Արամ Կատեգոգոսի գից կրթական հանձնաժողով ստեղծվի եւ ինչքան որ ներկայացնեմ, ես պատրաստ եմ ուսման վճարները վճարելու։ Տենասիմ երրորդ տարիս է Բարոն Զարուգյանի նատրամեն օգտվի մոր, մեզ իբրևս ենք հայր այստեղ։ Դու ամուսնացել ես արդեն, թե նշանվել։ Շնորհավորում եմ, բախտավոր լինեք, երջանիկ լինեք, զգում եք ինչքան լավ բան է։ Աստված թող բապա լինի, բոլորի նպատակներն լիականություն դարձնի։ 4-րդ տարին է, որ Բարոն Զարուգյանը կվճարի մեր ուսման վարձը տարվա։ Ժամանակներ ավարտելուց հետո արդեն մնալ Հայաստան։ Հիմա աշխատում ենք, նշանվել ենք ու շարունակել ենք մեր կյանքը այստեղ ավարտելուց հետո։ Իրոք ես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր կատարած գործը, որ արդեն 7 շրջանավարտ մնում է Հայաստանում ամուսնանում են, ապրեք